բացահայտվել, որ վերջի 2-3 տարում, ընդ որում իդեպ շեշտեմ ոչ միայն մեր խմբակցության, էլի Հայաստան խմբակցության էլ տենց տներով մտել դուրս է եկել ամենավերջի սրիկայի պես։ Ընտանիքի ապաքաղաքական անդամներին շատերի այս խմբակցությունից, ապաքաղաքական քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող անդամներին, անձնապես վիրավորել է։ Մենք հարգելով մեր քաղաքացիներին են, որոնց որ պարոն Վարդևանյանը դիմում ասում, մենք մեր քաղաքացիներից պետք է ներողություն խնդրենք։ Պարոն Վարդևյան, դուք նախ ներողություն պետք է խնդրեք այս պերսոնաժի ստեղ հայտնվելու համար, որտեվ այդ մարդու հետագիծը վերջի 2 տարվա եղել է այդ։ Մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորել է, Հայաստան խմբակցությանը չեմ էլ ասում ինչեր էր ասում, վայ, ու չեմ էլ ուզում հիշեմ, ուղղակի ինչեր էր ասում։ Անկեղծ էլ բոքսի տանձիկ, էլ բան, вообще ինչ ասես ասել է, հիմա տարել եք Հայաստան խմբակցությանն մոտիկ եք նստածել, չգիտեմ ինչ ալնելու վերջը։ Այսինքն նկատի ունեմ այդ մարդու վիրավորական, այդ շղթայական հետագիծը որպես այդպեսին, այնց նա, որ մենք մեզ շատ դժվարությամբ ենք զսպում։ Մենք ձեզնից ստեղ այս շարքերում չկա մարդ, որ ձեր ընտանիքի քաղաքականության մեջ չներգրավված անդամներին մի տառ ասել է։ Չկա տենց մարդ, հասկանում եք, պարոն Կարապետյան։ Չկա մարդ, որը որ ձեր ընտանիքում ձեր ընտանիքի այն անդամին, ով քաղաքական գործիչ չի եղել կամ հիմա չի, մի տառ ասել թթու։ Չկա այդպիսի մարդ ստեղ։ Դուք բերել եք այստեղ մարդ եք նստեցրել, որը որ ընտանիքի անդամներ է թիրախավորել, հաթաթ չէ, մի ընդհատեք հիմա։ Մի ընդհատեք հիմա, պարոն Կարապետյան, մի ընդհատեք, հետո այստեղից կանդրադառնանք։ Մեզ ասում եք, պարոն Վարդևանյան եկել է ստեղից մոտավորապես ասում է հետևյալը. հա դե մեկու մեջ գալու ենք, ձեզ վիրավորելու ենք, բայց դուք հո բան չի, բայց ինչի մասին է խոսքը, հարգելի գործընկերներ։ Միթե մենք պետք է այդ սխալին սխալով բան անենք, արձագանքենք։ Սխալ է, այո, մենք ասում ենք, որ դա սխալ է։ Պարոն Վարդևյան, իսկ ենթադրաբար, օրինակ, պատգամավորին հարվածելը եւս սխալ է, ճիշտ է։ Հիմա ենթադրենք ինչ-որ մեկը գնա եւ հարվածի, չեմ հիպոթետիկ, ինչ-որ մեկը գնա հարվածի ինչ-որ պատգամավորի։ Տիկին Մանավազյան ասի, այո, դա սխալ է։ Հետո երկրորդ անգամ գնա։ Տիկին Մանավազյանը վստահ եմ էլ ավելի մեծ էնտուզիազմով կասի, որ դա սխալ է։ Հետո երրորդ դեպքը Տիկին Մանավազյանը ես վստահ եմ, ինչքան հարված են Տիկին Մանավազյանը այդքան կասի, որ դա սխալ է։ Դա ձեզ կբավարարի արդյոք։ Ու հարց համար, չգիտեմ որ երրորդ, հարգելի գործընկերներ, այս նիստերը ինչ սկսել է փողկապով եք գալ, այսօր խի փողկապով չեք եկել, պարոն Վարդևանյան։ Պարոն Վարդևանյան, դուք, պարոն, ասենք, լավ, հələ ասում է, ես ելնեի Սեյրանը ելներ վերադառնալով բանին, ջանդամ ասում է, դուք, պարոն Վարդևանյան, մի վարքյան, խի փողկապով չեք եկել, հարգելի գործընկերներ։ Լրություն։ Չէ, մի րոպե, կարող է որտեվ ազգային ժողովը մտածել եք, որ զոհասեղան է։ Կարող է որտեվ Էդգար Ղազանի կամ նույն ինքը հայ զինվորների մահը կամեցող սրիկայի այդ գործողությունները որպես այդպեսին պլանավորած են։ Լրություն դալիճում, շարունակեք պարոն Ալեքսանյան։ Պարոն Վարդևանյան, տեսեք հարցը որն է։ Երբ որ ասում եք, որ հալավ մի անգամ արեց, հիմա պետքա 10 անգամ պատասխանեք, չէ, պետքա 100 անգամ պատասխանեք։ Պարոն Վարդևանյան, բացատրեմ ինչի։ Բացատրեմ թե ինչու է պետք, որ մենք 100 անգամ պատասխանենք ու դուք էլ պետք է այդ 100 անգամը ընդունեք դա։ Ու դուք ընդունելու եք այդ 100 անգամը, երբ որ մենք ամեն անգամ գանք այստեղից, նայենք հայ զինվորների մահը կամեցող սրիկայի դեմքին եւ ասենք, որ նա հայ զինվորների մահը կամեցող սրիկա է։ Որտեղ ժողովուրդը այդպես է ձևավորել այս խորհրդարանը, պարոն Վարդևանյան։ Ժողովուրդը այդպես է ձևավորել այս խորհրդարանը։ Ու այն մտածմունքը, որ ասում է, որտեղ որ դուք սովորել եք, մենք այնտեղ դասավանդել ենք, էլի հարգելի գործընկերներ, եթե ձեզ թվում է, թե մենք այդքան միամիտ ենք, այդ դեռահասական միամտությունը ունենք, որ դուք կարաք սենց ձևական, բարեկիրթ բան, սենց այս կոնտեքստը պահեք խմբակցության հիմնական դերակատարների դեմքով, բայց մի հոգի ունենաք, որը պարբերաբար պետքա գա բան ասի, ու դուք էլ հետո պետքա փորձեք մեզ համոզել, որ դե պետքա դրա վրա աշկ փակել, պետքա դրա վրա աշկ փակել, չի լինելու ժողովուրդ ջան։ Ամեն անգամը լինելու է պատասխան, պատասխանը լինելու է միանշանակ անհամաչափ։ Առաջին անգամը առհասարակ պատասխան չէ։ Երկրորդ անգամից սկսած լինում է պատասխան։ Պատասխանը անհամաչափ է լինելու, պարբերաբար անհամաչափ է լինելու։ Էդ էլ դեմ չեմ, էդ էլ կարաք փորձեք, ընդհանրապես դեմ չեմ, բայց պարոն Վարդևյան, ոնց է գալիս եք միջանձնային հարաբերություններից, այդ ամեն ինչը բանակի վրա պրոյեկտելուց եք խոսում։ Դուք նորից էլի մոռանում եք այն։ Իսկ գուցե որովհետև ուզում են, որ դուք գաք դրա մասին խոսեք ստեղից։
Գուցե դա է ամբողջ պատճառը, Տիկին Վարդանյան, պարոն Քոչարյան, գուցե դա է պատճառը։ Ասում եք, որովհետև օրենք եք ընդունել Եվրամիության մասին։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ այդ օրենքը ընդունվել է 2025 թվականի որ ամիսներ, փետրվարներ, մարտներ, մայիս, լավ։ Մարտի 5-ին, այսինքն մարտին խնդիր չկար, ապրիլին չկար, մայիսին չկար եւ այսպես շարունակ, մեկ էլ հոպ հանգարց երջանիկ պատահականությամբ, երբ որ քարոզարշավեր ու ձեր այս երկու ուժերը մասնակցում էին ընտրություններին, հանգարց տեսա խնդիր առաջացավ ու սահմանափակումներ մտա։ Կարող է ամբողջ Հայաստան խմբակցություն լռեք։ Լռեք։ Պարոն Մանուկյան, խնդրում եմ համբերատար լսեք ինձ եւ վերականգնեք ինձ ժամանակ։ Այո, վերականգնեք պարոն Ռուբինյանի ժամանակ։ Հարգելի գործընկերներ, գուցե դա պատճառը։ Գուցե ամբողջ պատճառը ձեր քաղաքական ասելիք տալն է։ Գուցե ամբողջ պատճառը օրինակ մեր քաղաքացիներին տնտեսական դժվարություններ տալն է, որպեսզի դուք այդ դժվարությունները կթեք քաղաքականապես։ Գուցե դա է պատճառը։ Օրինակ, ես զգում եմ էլի, ինչ լինում է Հայաստանի հետ, արդար, անարդար։ Դուք գալիս, երբեք մի անգամ չի եղել, էլի, գաք ձեր պետությունը պաշտպանեք այս կոնտեքստում։ Այսօրվա պես հիշում եմ 2021 թիվներ, այն ժամանակ Հայաստան խմբակցությունն էր ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, մի քանի հոգի պատգամավոր որոշել էին գնային Ղարաբաղ։ Լաչինի միջանցքը շրջափակված չէ, այսինքն բլոկավորված չէր։ Որոշել էին գնային Ղարաբաղ։ Գնացել հասել էին այն ժամանակ ռուս խաղապահ զորակազմի վերահսկողության ներքո էր Լաչինի միջանցքը ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության էլ այդտեղով ազատ անցուդարձ պետք է լիներ։ Մեր սիրելի падգամավորները գնացել էին Ղարաբաղ, հասել էին Լաչինի միջանցքի սկզբին, ռուս խաղապահները իրանք չէին թողել մտնեին։ Չէին թողել։ Ես դատապարտեցի, որ իմ սիրելի ընդդիմադիր գործընկերներին չեն թողել նոյեմբերի 9-ի հայտարարության խախտմամբ, չեն թողել մտնել Ղարաբաղ։ Իսկ իմ ընդդիմադիր գործընկերները գիտեք ինչ արեցին։ Ոչ մի ծպտում։ Ոչ մի ծպտում։ Ու ասեցին, մի բան էլ ավել, ասեցին բան, մեր իշխանությունների ցուցումով է դա եղել։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, մի պահեք ձեզ պրոքսիի պես։ Ձեր քաղաքական կյանքում մի անգամ կանգնեք ձեր պետության կողքին։ Ես 1000 անգամ ասել եմ, նորից կասեմ։ Ես հասկանում եմ, սիրելի դաշնակցություն, որ դուք քաղաքական տրավմա ունեք, որտեղ 1918 թվին պետության ղեկավարում եք ստանձնել, որի մեջ իդեպ մտնում էր Արարատը։ Հետո Արարատը չի եղել էլ այդ սահմաններում պետության անկախությունը, կորել է բոլշևիկներն էլ եկել են իշխանության։ Դուք դրանից տրավմա եք ստացել։ Բայց լավ է տրավման մի փաթաթեք մեր վզին։ Մենք ուզում ենք անկախ լինենք եւ մենք չենք ուզում, որպեսզի օտար պետությունները մեր վրա ճնշում գործադրեն։ Լինի դա ռազմական ճնշում, թե տնտեսական ինչ որ միջոցառումներով ճնշում։ Կանգնեք ձեր պետության կողքին։ Ճիշտ է նշվել, որ Ռոբերտ Քոչարյանը դաշնակցության անդամ չի, բայց միակ կուսակցությունը, եթե ես չեմ սխալվում, որին անդամակցել է Ռոբերտ Քոչարյանը, եղել է ՀՀՇ-ն, բայց ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանը քաղաքականապես 1998 թվից առնվազն դաշնակցության հետ է եւ ես կարծում եմ ինքն էլ է այս տրամաբանության մեջ։ Ես վստահ եմ, որ մենք դեռ առիթներ կունենանք քննարկել